Նելով շահարկման թեմաներ։ Օրինակներ են բերում։ Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած քննարկում վերածվել է հայրենասերի եւ դավաճանի երկխոսություն։ Ձեր ճաշակով հայրենիքի եւ պետության քննարկումը դարձրել է հայրենիքը սիրողի եւ չսիրողի երկխոսություն։ Էլի ձեր ճաշակով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը դարձրել է դավաճանի եւ հողպահողի երկխոսություն։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանի բացումը դարձել է լոկ տնտեսական վտանգների մասին երկխոսություն։ Սահմանադրական փոփոխություններն այսօր կնքեցիք վերջնական պեչատնել դրեցիք, դարձրեցիք Ալիևյան սահմանադրության փոփոխություն։ Կտրիչ Ներսիսյան ասել է ստորադասել եք հոգևորականի կուսակրոնության ուխտը խախտելու եւ զավակ ունենալուն։ Հարգելի գործընկերներ, դադարեցրեք խաթարել նիստի բնականոն ընթացքը, շարունակեք Տիկին Դավոյան։ Որը դարձրել եք եկեղեցին կործանելու մասին երկխոսություն։ Առաջնայինը երկրորդականից չտարբերելը։ Եթե ձեր չի անդրադառնալու երկար, բայց ասեմ, եթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է։ Եթե նորմալ է, ընդունեք, եկեք ստեղից ասեք, այո, մեր երազանքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ինչ սոցիալական երաշխիքներից կարող է օգտվել պետության տրված, եկեք դրա շուրջը մտածենք, դիմենք նամակով Արսեն Թորոսյանին, ասենք, պարոն Թորոսյան, ինչ անենք, որ այս մարդուն նաև օգնություն ցուցաբերենք, որպես բազմազավակ հայր, բախի չեք խփում, ինչի չեք խփում բազմազավակ հոր պահով, այդ ճիշտ է դրա համար, մենակ այն անձնագրի մեջ, որ անունը փոխել է, այդտեղ ձեր քիմքին հաճելի չի, անձնագիրը, թուղթը, բարաթը, այնտեղ բան է գրած, ով ուզի անունը կփոխի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պատկերք չկա, ով ուզի անունը կփոխի, որևէ մեկ ասել է, որ ինքը չի կարա դառնա, օրինակ Ֆրիդրիխ II, ոչ միտեղ չկա տենց բան, մեծ մարդներ դառել է Գարեգին II կամ B, չգիտեմ, բայց մարդը Կտրիչ Ներսիսյանը, սրանք մի քանի ցցուն օրինակներ են, այն մասին, Հարգելի գործընկերներ, դադարեցրեք խաթարել նիստի բնականոն ընթացքը։ Արդեն անլուրջ է, սրանք մի շարք ցցուն օրինակներ են,